Եղբայրներից մեկն ասեց, որ մի մանուկի հարցրեցի պատանու, որ աղոթքն է շատ սիրում Սուրբ գրքի մեջ, ասեց հայրմերն եմ շատ սիրում, հարցրեցի իսկ հայրմերի որ հատվածն է շատ սիրում, ասեց բոլոր հատվածները սիրում եմ, բայց հատվածներից մեկը դժվար եմ արտասանում, ասեց բա որ հատվածն ես դժվար արտասանում, մա երեխան ասեց, երբ որ հասնում եմ այն պահին, որ թող քո կամքը լինի ինչպես երկնքում այնպես երկրի վրա, ես այդ պահին գլուխս պախում եմ, որովհետև ես ինձ բռնում եմ այն բանի մեջ, որ ես միշտ չէ, որ Աստծո կամքը կատարում եմ։ Ես ուզում եմ խոսել կարճ Աստծուն վստահելու մասին, որովհետև այն խոսքի հայտնությունը, որոնք եղել են, որոնց մասին եղբայրները խոսում էին, երբ որ մարդու կյանքում դրանք իրական են, արտահայտվում են հետևյալ կերպ, մարդը սկսում է Աստծուն վստահել, բայց պետք է նաև խոստովանել, որ շատ հավատացողներ կան, բայց քիչ վստահողներ կան։ Ինչ որտեղ, երբ որ մենք ասում ենք պետք է վստահել Աստծուն, մենք ի նկատի ունենք, որ պետք է վստահել, որ Աստված կարող է ինչ-որ բան անել, բայց եթե ավետարանին նայենք իրական, միգուցե վստահությունը միայն նա չէ, թե ինչ կարող է անել Աստված, այլ նաև նա է, երբ որ մենք մեր կյանքը հանձնում ենք Աստծուն։ Հետևաբար ստացվում է, որ շատ հավատացյալներ, ովքեր հավատում են Աստծո խոսքին և վկայում են, որ իրանք ունեն խոսքի հայտնություն, իրենց կյանքը լիարժեք Աստծուն դեռ չեն վստահել։ Իմիջիայլոց շատ հեշտ է հավատալ, որ Աստված ինչ-որ բան կարող է անել, բայց երբ որ հերթը հասնում է նրան, որ դու պիտի ոչ թե միայն հավատաս, որ Աստված կարող է անել, այլ քո կյանքը լիարժեք նվիրես Աստծուն, դա շատ դժվար է։ Եվ ես չսխալվեմ, բայց մտածում եմ, որ նման մարդիկ, նման եղբայրներ, նման քույրեր քիչ են, և իհարկե Սուրբ գրքում մենք նման մարդիկ տեսել ենք։ Երբ որ մենք ասում ենք, որ հավատում ենք Աստծուն, մենք ի նկատի ունենք, որ դրանից անպայման պիտի հետևի հետևյալը, որ դու ոչինչ չխնայես նրա համար, ով որ քեզ համար ոչինչ իրականում չի խնայել։ Երբ որ Մովսեսը ասում էր ինձ մի ուղարկի, մեկ ուրիշին ուղարկի, Մովսեսը շատ կուզենար, որ Աստված իր սրտով աներ, բայց Աստված իր սրտով չարեց, Աստված արեց նենց, ոնց որ ինքն էր ուզում, բայց մենք տեսնում ենք, որ Մովսեսը ոչ թե միայն հավատաց Աստծուն, այլ նաև հնազանդվեց և վստահեց իր անձը Աստծուն։ Երբ որ Հիսուսն ասում էր, հայր այս բաժակը դառն է, ինձանից հեռացրու, բայց թող քո կամքը լինի, միգուցե նա շատ դժվարանում էր այդ պահին, բայց իր որոշումը հետևյալն էր, որ իր կյանքում թող լինի Աստծո կամքը։ Երբ որ մենք ասում ենք վստահել Աստծուն, մենք ի նկատի ունենք նաև ապրել Աստծո հետ։ Աստծուց խնդրելը, Աստծուց ուզելը դա հեշտ երևույթ է, բայց երբ որ պետք է այդ ամեն ինչը վերադարձնել և վերադարձնել անմնացորդ, դա շատ դժվար երևույթ է։ Կան երկու տեսակի մարդիկ, նրանք ովքեր վստահում են Աստծուն և նրանք ովքեր չեն վստահում Աստծուն։ Խնդիրը իհարկե հավատքի մասին է, որ եթե այն հայտնությունները, որոնք ասվում են, որոնք ճշմարիտ են, որոնք Աստծո հոգուց են, մեր կյանքում եթե դրանք իրական են, չի կարող պատահել այնպես, որ դու քո կյանքը չվստահես Աստծուն։ Պետք է անկեղծ խոստովանել, և ես ինձ շատ անգամներ բռնել եմ սրա մեջ, որ ավելի հեշտ հավատացել եմ, քան թե վստահել եմ։ Եթե մեզ ասեն Աստծուն հավատում եք, մենք առանց վարանելու կասենք մենք Աստծուն հավատում ենք, բայց երբ որ մենք պետք է մեր կյանքով ապացուցենք, որ մենք Աստծուն նաև վստահում ենք, մենք կարող է լռենք և ոչինչ չկարողանանք ասել դրա համար։ Նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն, ես ասեմ մի քանի հատկություն արագ, ովքեր չեն վստահում Աստծուն, թեև նրանք հավատում են Աստծուն կամ կարդում են Աստծո խոսքը, ըստ Առակաց 3:5-ի նրանք ապրում են իրենց հասկացողություններով։
Առակաց 3:5-ում գրված է, որ ովքեր որ մի վստահի քո հասկացողությանը, այլ հանձնիր քո ճանապարհը Աստծուն։ Բայց սիրելի եղբայրներ, քույրեր, մենք մեզ բռնում ենք սրա մեջ, շատ հավատացյալներ պետք է իրանց բռնեն սրա մեջ, որ իրանք թեև հավատում են Աստծուն, բայց դեռ շարունակում են վստահել իրենց հասկացողությանը։ Նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն, թեև նրանք հավատում են Աստծուն, նրանք դասավորում են իրենց կյանքը իրանց ցանկությամբ, իրանց ուզածով։ Նրանք, ովքեր իրականում վստահում են Աստծուն, նրանց համար իրենց ապագան դառնում է Քրիստոսը։ Նրանք Քրիստոսից դուրս ծրագիր կամ ապագա իրականում չեն ունենում։ Նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն, նրանց կյանքում գալիս է հետևյալ կետը, որ երկու տիրոջ ծառայել չեք կարող, բայց շատ քրիստոնյաներ, շատ հավատացյալներ, ովքեր ասում են, որ իրենք հավատում են Աստծուն, իրենց կյանքով ծառայում են երկու տիրոջ։ Միգուցե սա դժվար է խոստովանելը, միգուցե սա դժվար է ընդունելը, բայց սա մեր միակ ճանապարհն ու փրկությունն է։ Սա մեր ելքն է, որ մենք թեև հավատում ենք Աստծուն, որ Աստված կարող է մեր կյանքում բաներ անել, Աստված կարող է իր խոստումները կատարել, մեզ պետք է անկեղծ խոստովանել, որ մենք նաև փորձում ենք ծառայել երկու տիրոջ, որովհետև եթե մենք ընդհանրեն ուզում ենք, որ Աստված մեր ուզածները տա եւ կյանքի իմաստը տեսնում ենք դրա մեջ, բայց մեր կյանքը լիարժեք չենք վստահում իրեն, դա նշանակում է, որ մենք մեր կյանքում ծառայում ենք երկու տիրոջ։ Շատ կրոնների մեջ երկու տիրոջ ծառայելը թույլատրելի երևույթ է։ Մարդիկ թե ծառայում են Աստծո ասածին, թե ծառայում են իրենց հասկացողություններին, ծառայում են իրենց նպատակներին, եւ դա չի արգելվում։ Եվ քրիստոնեությունը միակ հավատքն է, Աստծո կյանքը միակ կյանքն է, որը նման բան իրականում չի հանդուրժում։ Իհարկե, ոչ բոլոր հավատացողները կվստահեն Աստծուն, բայց նրանք, ովքեր իրապես ուզում են ապրել Աստծո հետ, որովհետև Աստծուն վստահելը նշանակում է ապրել Աստծո հետ։ Նրանք չեն կարող ծառայել երկու տիրոջը, նրանք չեն կարող ծառայել Քրիստոսին եւ ծառայել իրենց ցանկություններին։ Նրանք չեն կարող ծառայել Քրիստոսին եւ դասավորել իրենց անձնական կյանքը։ Շատ երիտասարդներ, քույրեր, եղբայրներ, ինչ որտեղ վստահում են իրանց գեղեցկությանը եւ առանց քաշվելու վարանելու արտահայտում են։ Բայց Երանի եղբայրներ, քույրեր, որ մեր հոգու աշխարհում Քրիստոսի գեղեցկությունը խամրացներ մեր բոլոր գեղեցկությունները։ Վերջը նրանք, ովքեր տարված են իրանց գեղեցկությամբ, նրանք, ովքեր իրականում ամեն ինչ անում են, որ երևնան, պետք է նաև խոստովանեն ներքին սենյակում, որ նրանք ծառայում են երկու տիրոջը։ Հնարավոր չէ ծառայել Քրիստոսին եւ չհայտնվել խաչի վրա։ Հնարավոր չէ հավատալ եւ վստահել Աստծուն եւ շարունակել մարմնավոր աշխարհիկ կյանքը։ Մենք շատ համարներ վաղուց չենք կրկնում, չենք ասում, բայց շատ համարներ կա, որոնք մեզի խիստ հանդիմանում են մեր անհավատության համար, մեր երևնալու ցանկության համար։ Պետք է նաև մենք սա խոստովանենք մեր ներքին սենյակում, շատ լավ է, որ մենք տեսնում ենք մեր տկարությունները, շատ լավ է, որ մենք տեսնում ենք մեր պարտությունները, բայց սիրելի եղբայրներ, քույրեր, եթե մեր կողմից ոչ մի քայլ չկա, Աստծուն վստահելու, կյանքը ամբողջությամբ Աստծուն հանձնելու քայլ չկա, մեր հավատքը, ինչպես եղբայրներն ասացին, ինչ որ մի խաչմերուկի մեջ անպայման շեղում կապրի։ Երբ որ մայրը երեխային հարցնում է, երբ որ հայրը քեզ տարավ, դու տեսար Կրեմլի գեղեցկությունը, ասում է տեսա, ասում է դու տեսար ինչքան գեղեցիկ շինություններ կա, ասում է այո ես տեսա, ասում է իսկ այդ ամեն ինչ որ դու տեսար դրանից ինչը քեզ շատ հետաքրեց, ասում է ինձ ամենից շատ հետաքրեց իմ հայրիկի ձեռքը, որովհետև թեև ես շատ բաներ գեղեցկություններ տեսա, բայց ինձ շատ մոտ էր իմ հայրիկի ձեռքը։ Մենք խաբվում ենք աշխարհի գեղեցկություններով եւ ինձ թվում է ամոթ չի դա խոստովանելը, որ շատերիս մոտ թեև մենք ասում ենք կա հավատքի հայտնություն կամ Աստծո խոսքի հայտնություն,
բայց մենք մեր կյանքով իրականում անում ենք լրիվ հակառակը։ Դա ինձ թվում է պետք է ասել, դա պետք չի թաքցնել, եթե մենք Աստծո խոսքի ճշմարիտ պահանջները անտեսենք եւ դրանց չանդրադառնանք, ինչ որտեղ, եթե մենք ասում ենք, որ հավատացյալ ենք կամ Աստծուն հավատում ենք, ինչպես եղբայրներն ասեցին, մի օր այդ հավատքը ինչ որ մի խաչմերուկի վրա անպայման կշրջվի։ Եվ նրանք, ովքեր վստահում են Աստծուն, նրանք ապրում են Աստծո խոսքի հայտնությամբ, ինչպես որ համարում է գրված, նրանց համար Աստծո խոսքը իրական է, եւ երբ որ գալիս է պատերազմի պահը, որ պիտի հնազանդվեն իրանց ցանկություններին, թե հնազանդվեն Աստծուն, նրանք ընտրում են ճշմարիտ տարբերակը։ Շատ ցավալի է, որ շատ եղբայրներ, քույրեր ոչ թե նայում են Քրիստոսին, այլ նայում են մարդկանց։ Երբեք չի կարելի, նա որ ուզում է ոսկով կառուցել, Երանի նա չնայի նրան, ով որ խոտով է կառուցում կամ փայտով է կառուցում։ Պետք է շարունակել ոսկով կառուցել։ Ոսկով կառուցելը հեշտ չի։ Շատ եղբայրներ անցել են այդ ճանապարհը, շատ եղբայրներ հրաժարվել են շատ բաներից, եւ ավելին ասեմ, շատ եղբայրներ հրաժարվել են իրենց կյանքից։ Երանի մենք ոչ թե նայենք նրանց, ովքեր փայտով են կառուցում, ովքեր երկու տիրոջ են ծառայում, այլ մենք կարողանանք նայենք նաեւ նրանց, ովքեր իրականում մի տիրոջ են ծառայում եւ իրենց կյանքը չեն խնայել ոչ մի բանի համար։ Առակաց 28-26 իր սրտին ապավինողը հիմար է։ Պետք չի ամաչել, երբ որ դու քեզ տեսնում ես այս վիճակի մեջ։ Պետք չի ամաչել։ Պետք է հենց սա խոստովանել։ Բժշկությունը սա է, երբ որ դու առանց դիմակների գաս Աստծո առաջ եւ քո հիվանդությունը ամբողջովին անկեղծ ներկայացնես։ Նրանք, ովքեր իրենց անձը վստահել են Աստծուն, ոչ թե միայն հավատում են, այլ նաեւ վստահել են Աստծուն, նրանք կարող են Նեհեմիա 9:33 համարձակ ասել, որ դու արդար ես եւ մեզ վրա եկած բոլոր բաների ինչ որ պատահել է ճշմարտությամբ դու արեցիր եւ մենք անօրենություն արեցինք։ Եղբայրներ, քույրեր, լինում է, որ նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն, իրենց կյանքի վերջում մեղադրում են Աստծուն, որտեղ Աստված իրանց սրտով չի արել։ Բայց ես չեմ տեսել երբեք Աստծուն վստահող մարդուն, որ մեղադրի Աստծուն, ընդհակառակը։ Նա իր կյանքի բոլոր վիճակների մեջ, բոլոր պայմաններում, բոլոր պարագաներում, անգամ երբ որ ինչ-որ բան իր սրտով չի եղել, նա համարձակ փառավորել է Աստծուն, նա համարձակ մնացել է հավատարիմ Աստծուն եւ երբեք երկու տիրոջ չի ծառայել։ Եվ ուզում եմ աղոթքից առաջ մի օրինակ էլ հիշեցնել, որ կայսրներից մեկը ունենում է մի բժիշկ, միայն վստահում է այդ բժիշկին։ Նա կերակուրը դեղորայքը լրիվ վերցնում է այդ բժիշկի ձեռքերից եւ կայսրին նամակ են ուղարկում անանուն, որ քո բժիշկը ուզում է քեզ թունավորել։ Երբ որ բժիշկը կերակուրը ձեռքին մտնում է կայսրի մոտ, կայսրը ձեռքը թուղթը տալիս է բժիշկին, որ բժիշկը կարդա, բայց միևնույն ժամանակ ուտում է այն կերակուրը, որը տվել է բժիշկը։ Եվ բժիշկը այդ նամակը կարդալուց հետո կայսրին ասում է. Գիտես ինչ, դու այս նամակը կարդալուց հետո պիտի իմ կերակուրին չվստահեիր։ Այդ թագավորն ասում է. ես ավելի լավ ամեռնեմ, քան թե չվստահեմ այն մեկին, ով որ իր կյանքը վստահել է ինձ։ Հիմա, եթե մենք ասենք Աստված իր կյանքը վստահել է մեզ համար է դրել, մենք դա կընդունենք եւ կաղոթենք եւ կփառաբանենք, որին արժանի է։ Բայց երբ որ պետք է, որ մենք կյանքը դնենք Աստծո համար, մենք ավելի շատ դասավորում ենք մեր կյանքը, քան թե հանձնվում ենք Աստծուն։ Եվ քանի որ մենք լիարժեք չենք վստահում Աստծուն, ընդհանրապես ստացվում է, որ մեր ամբողջ հավատքի զորությունը Աստծուց ինչ-որ մի բան առնելու մեջ է։ Որ Աստված դասավորի մեր կյանքը, Աստված օրհնի մեր ճանապարհը, Աստված պահի մեզ, եւ ինչպես եղբայրներն ասեցին, այդ տարբեր բոլոր կապերը, որոնք կան, զուտ դրա համար են, որ Աստված հասնի մեզ։ Բայց երբ որ քո մոտ ճշմարիտ է հայտնությունը, որ քեզանից մենք ուրիշ տեղ չունենք գնալու, դա նշանակում է մի բան, որ դու պետք է ամբողջովին
հանձնվես Աստծո ձեռքերի մեջ։ Քանի դեռ դու դա չես արել, տա Աստված, որ քո հավատքը դառնա իրական եւ քո կյանքի մնացած ընթացքը նվիրես իրան։ Մենք երգ ունենք, վստահ եմ Տեր սպիտ պատրաստե ճամփաս, եւ այս երգը մենք հաճախ երգում ենք, բայց մենք ավելի լավ երգեր ունենք, 191-ն է, մի օր որ երգենք լավ կլինի։ Գիտեմ ում եմ հավատացել, որովհետեւ ծաղիկ տա ինձ թե փուշ անverջ, պատրաստ եմ ընդունել, որովհետեւ երբ որ ծաղիկ է տալիս, մենք դա ընդունում ենք, երբ որ փուշ է տալիս, մենք ինչ ենք անում, դժվարանում ենք։ Կանգնենք աղոթքի